մի մեղք չեմ գործել, որով վախենամ ազատության զրկումից։ Ես պայքարել եմ իմ հայրենիքի համար, իմ ազգի համար, իմ Աստծու համար, մեր Աստծու համար, մեր հավատքի համար, մեր եկեղեցու համար, ազատ եմ ինչպես թռչունը։ Եվ բախում կլինեմ, թե դրսում կլինեմ, ինձ համար այդքան էական չի, կարևորը ես ինքս ինձ ազատ զգամ։ Ազատ զգամ նայելու իմ զավակների աչքերին, ռիսկ հասկացողությունը միգուցե կա, բայց ոչ այն մասով, որ այստեղ քննվում է, որ կարող է ես դուրս գամ ազատության մեջ, չգիտեմ, ավելի լայն շրջանակներում եւ ահաբեկչություն կատարեմ կամ իշխանազավթում իրականացնեմ, ոչ դրանց մասով։ Ռիսկ կա ինչպես 2000 կամ 1990 թվականից, իսկ 2000 թվականից հետո ռիսկ կա, որ կարող եմ խոչընդոտել այսօրվա իշխանություններին երկիրը, այսպես ասած, թուրքերի տակ մտցնելու համար։ Որ գործընկերս ասում է ինձ եւ Իգոր Սարգսյանին, Արթուր Սարգսյանը ասում է ինձ եւ Իգոր Սարգսյանին, դա նկատի, որ մենք քաղաքականությունով զբաղվում ենք եւ ռիսկ կա, որ եթե դուրս գանք այս տնային կալանքից, հնարավոր է քաղաքական մեր գործունեությունը ծավալենք, դրանով ռիսկ պարունակի իրենց համար։ Դա է, այս ամբողջը քաղաքական պրոցեսը։ Նամանավանդ, որ մեր հայրենակիցները, իմ ընկերները Բաքվի բերդերում են եւ ցմահ բանտարկության են, ուրեմն դատապարտված։ Անիմաստ է խոսել տնային կալանքի, չգիտեմ, դերացնելու, փաստաբաններ են, պաշտպաններ են, բնականաբար պրոցեսը գնում, իրանք պետք է ներկայացնեն։ Ես ազատ եմ եւ ձեզ եմ ազատություն, այսպես կներեք ասելու, ազատություն տալիս որոշելու ինչ կլինի իմ հետագան։ Բայց վստահ ասում եմ, երբեք որից մեկը չի կարող մեզանից խլել մեր Աստծուն, մեզ էլ մեր Աստծուց եւ մեր հավատքը հայ եկեղեցու մայրաթորը լինելու է Հայաստանում, ամբողջ ազգը աշխարհասփյուռ հավաքվելու է այդ եկեղեցու շուրջ։